Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող վրացական երազանք կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունում հավաքել է ձայների ավելի քան 70%-ը բոլոր քաղաքներում եւ համայնքներում։ Մեր ընտրական շտաբների տվյալների համաձայն վրացական երազանքը վստահորեն հաղթում է ընտրությունում ինչպես քաղաքապետների մակարդակով, այնպես էլ բոլոր համայնքներում, ասել է Վրաստանի վարչապետը։ Քվեարկությունը դեռ չավարտված Թբիլիսիի Ռուստավելու պողոտայում մեկնարկել է բողոքի ակցիա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության դեմ։ Ցուցարարներն ամբողջությամբ փակել են պողոտան եւ հարակից Ազատության հրապարակը։ Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են Վրաստանի նախագահի նստավայր։ Իրավապահները նրանց դեմ կիրառել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Ավելի ուշ Վրաստանի հատուկ ջոկատայինները կարողացել են ցուցարարներին հեռացնել նախագահական նստավայրից եւ շրջափակել այն։ Վրաստանում հոկտեմբերի 4-ին մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ընթացքում քաղաքացիներն ընտրել են 64 քաղաքի ղեկավարի եւ ավականու ավելի քան 2000 անդամի։ Ընտրությանը մասնակցել է 7000-ից ավելի թեկնածու 12 կուսակցության կազմում։ Թբիլիսիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարել է 9 թեկնածու։ Ընտրելու իրավունք ունի ավելի քան 3.5 միլիոն քաղաքացի։ Ընտրողների ամենամեծ թիվը հենց մայրաքաղաքում է ավելի քան 1 միլիոն մարդ։ Անդիմադիր 8 առաջատար ուժ հրաժարվել է մասնակցել ընտրությանը, չճանաչելով իշխանությունների լեգիտիմությունը 2024 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո։ Բոյկոտից շեղվել են միայն Լելո ուժեղ Վրաստան եւ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունները, որոնք Թբիլիսիում առաջադրել են միասնական թեկնածուի։ Համասի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու Մարզուկն Ալ Ջազիրայի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ խմբավորումը չի զինաթափվի, քանի դեռ չի ավարտվել Իսրայելի օկուպացիան։ Նա հավելել է, որ Գազայի ապագայի հետ կապված հարցերը պետք է քննարկվեն համապարփակ Պաղեստինյան ազգային ձևաչափում, որի մասնակիցը կլինի նաև Համասը։ Պաշտոնյան նշել է, որ խմբավորումը պատրաստ է իրեն եւ իր զինված ուժերին վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ բանակցություններին։ Ուրբաթ ուշ երեկոյան Համասը հայտարարել էր, որ համաձայն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի պատերազմի դադարեցման ծրագրի որոշ դրույթներին, այդ թվում պատանդների ազատ արձակմանը։ Խմբավորումը սակայն խուսափել է մեկնաբանել ավելի բարդ հարցեր, ինչպիսիք են զինաթափումը եւ նշել, որ կձգտի շարունակել բանակցությունները։ Թրամփն արձագանքել է, ասելով, որ Համասի հայտարարությունը ցույց է տալիս, որ այն պատրաստ է կայուն խաղաղության։ Նա հավելել է. Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծումը, որպեսզի կարողանանք պատանդներին անվտանգ եւ արագ դուրս բերել։ Ներկայում դա չափազանց վտանգավոր է։ Մենք արդեն քննարկում ենք այդ մանրամասները։ Խոսքը միայն Գազայի մասին չէ, այլ վաղուց փնտրվող միջին արևելքի խաղաղության մասին, ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Կատարին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, Հորդանանին եւ այլ երկրների, որոնք օգնել են իրեն։ Այսօր մեծ օր է, տեսնենք թե ինչպես ամեն ինչ կդասավորվի, հայտարարել է նա, հավելելով, որ մոտ են մերձավոր արևելքում խաղաղության հաստատմանը։ Միացյալ Նահանգների նախագահն ավելի վաղ Համասին մինչև կիրակի վերջնաժամկետ էր տվել իր պլանին արձագանքելու համար։ Միջազգային հանրությունն արդեն դրական է արձագանքել Համասի հայտարարությանը։ Այն ողջունել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հայտարարել է, որ Գազայում բոլոր պատանդների ազատ արձակումն ու հրադադարը շատ մոտ են։ Համասը պետք է անհապաղ կատարի իր պարտավորությունները։ Մենք այժմ ունենք իրական հնարավորություն վճռական քայլ կատարելու խաղաղության ուղղությամբ։ Ֆրանսիան կմասնակցի այդ գործընթացին, շարունակելով այն ջանքերը, որոնք գործադրում է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների, Իսրայելի, պաղեստինցիների եւ բոլոր միջազգային գործընկերների հետ, ընդգծել է Մակրոնը։ Համասի հայտարարությունները ողջունել են Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Իտալիայի, Գերմանիայի վարչապետները, Կոլումբիայի, Թուրքիայի նախագահները, Կատարի եւ Եգիպտոսի արտգործնախարարությունները, Իսրայելի ընդդիմությունը։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ արդեն սկսել է գերիների ազատմանը վերաբերող Թրամփի նախագծի առաջին հատվածի իրագործման նախապատրաստումը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունն ի վիճակի չէ անվերջ ֆինանսավորել Ուկրաինայում հակամարտությունը։ Մենք արդեն ծախսել ենք 175-ից 180 միլիարդ եվրո եւ ամեն տարի պետք է նորից հատկացնենք 40-ից 60 միլիարդ։ Մենք պարզապես այս գումարը չունենք։ Այդ ռազմավարությունը չունի ոչ ռացիոնալ, ոչ էլ ֆինանսական հիմք, նշել է Օրբանը։ Նրա խոսքով Ռուսաստանի նման հակառակորդի նկատմամբ հաղթանակ տանելու եւ միևնույն ժամանակ Եվրոպայի տնտեսական հզորությունը պահպանելու հույս ունենալը պատրանք է, որը վաղ թե ուշ կփլուզվի եւ լուրջ հետևանքների կհանգեցնի։ Դավիթ Մուրադյան, լուրեր։